Ես այսօր մի հարցազրույց էի նայում եւ մի լրագրող մոտեցել էր մի պապիկի եւ ակնհայտ սադրիչ հարցեր էր տալիս եւ ուզում էր ինչ-որ մի վատ բառ կորզել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ եւ վերջում կեսից այսինքն ներվայնացավ, ասեց լավ դուք ում եք ընտրելու եւ պապիկն ասեց ես ընտրելու եմ օրենքով նախ դաշեշտեց եւ ասեց ես ընտրելու եմ նրան ով որ օգնեց որ ես ձրի իմ գրիժան բուժեմ եւ այս լրագրողը եւ այդ պապիկի ձեռքին էս քարտեզն էր Հայաստանի Հանրապետության քարտեզն էր եւ մեր բուկլետը ու լրագրողն ասում է բայց ոնց ախր ասում է այդ քարտեզը հիմա որ ձեր ձեռքում կա մի ժամանակ Ղարաբաղն էլ կար բայց հիմա չկա ու պապիկը ասում է չէ ասում է չկար այդ Ղարաբաղը ասում է ծախել էին ասում է ես շնորհակալ եմ սրանով էլ եմ շնորհակալ եւ այս երկխոսությունը ջրի պես պարզեցրեց Հայաստանում ընթացող այսօրվա քաղաքական բանավեճը մի կողմում պապիկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով ունեցել է հիվանդություն ով ցավ է ունեցել եւ ասում է ես ընտրելու եմ այս պետությանը որովհետեւ ինքը իմ ցավը բուժել է եւ այդ ցավը իրանն է եղել այդ ցավը իրական է եղել ու մյուս կողմից պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչը քարոզչական մարտագլխիկի տեսքով ով ասում է չէ ասում է քո ցավը իրական չի եղել իրականը այն քարտեզն է եղել իրականը այն քարտեզն է եղել եւ Հայաստանի քաղաքացին ասում է չէ իրականը ցավն է եղել եւ այս պետությունը իմ ցավը բուժել է որովհետեւ կա պետություն հիմա որ քաղաքացուն ասում է ես քո ցավը կբուժեմ պետություն որը քաղաքացուն ասում է ես քո ցավը տանեմ պետություն որը քաղաքացուն ցավ չի տալիս քաղաքացու ցավն է տանում էսա տարբերությունը մեր եւ պատերազմի եռագլուխ կուսակցության միջև պետություն որը սրտի հիվանդություն ունեցող մարդուն 1, 2, 3, 4 միլիոն դրամ փող է տալիս որ այդ մարդու սիրտը չցավա որովհետեւ պետությունն ու մարդը սրտակից են որովհետեւ պետության համար այդ մարդու սիրտը բաբախում է նույն կերպ որովհետև այդ պետությունը փող է տալիս, որ տեսողության խնդիր ունեցող մարդը գնա եւ իր աչքի լույսը վերականգնի, որ այդ քաղաքացին էլ այս պետությանը պահի աչքի լույսի պես, ժողովուրդ, եւ ես ձեզ խնդրում եմ պահեք այս պետությունը ձեր աչքի լույսի նման, որովհետև դուք էլ այդ պետության աչքի լույսն եք։ Սիրելի ժողովուրդ, մենք եւ դուք ոչ միայն սրտակից ենք, մենք եւ դուք նաեւ բախտակից ենք։ Մեր եւ ձեր բախտը իրար հյուսված է նույն թելով։ Մեր ու ձեր բախտի թելը, ճակատագրի թելը միա հյուսված է նույն թելով։ Այդ թելը ձեր ճակատագիրը տնօրինելու թելն է, որը դուք նվաճել եք 2018 թվականին։ Եվ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, ձեր ճակատագրի թելը չտակ օտարերկրյա գործակալ լրտեսներին, որովհետև նրանք վերցնելու են այդ թելը սարքելու են պարան և փաթաթելու են Հայաստանի վզին և փաթաթելու են ձեր վզին